Ողջույն սիրելի ունկնդիրներ։ Փիլիսոփայության դպրոց 2025-ի շրջանակում սկսում ենք մեր վիդեոդասերի շարքը, որտեղ շատ խորը ու մանրամասն խոսելու ենք դպրոցի բոլոր թեմատիկ ուղղություններից։ Դե ինչ, այսօր մեր ուշադրության կենտրոնում մեր առաջին թեման է՝ փիլիսոփայական մտածողություն եւ ձևական տրամաբանություն։ Միասին կբացահայտենք, թե ինչպես կարելի է մտածել ավելի խորը, ավելի կառուցվածքային ու իհարկե քննադատաբար։ Լավ, եկեք տեսնենք, թե ինչ ճանապարհով ենք այսօր գնալու։ Նախ կփորձենք հասկանալ, ինչ է ընդհանրապես նշանակում մտածել փիլիսոփայի պես, հետո կխոսենք տրամաբանության գործիքներից, որոնք մեզ պետք են գալու, այնուհետև կբախվենք մի շատ լուրջ խնդրի՝ գիտելիքի հիմնավորման խնդրին, կտեսնենք, թե ինչ ժամանակակից լուծում կա դրա համար, ու վերջում կամփոփենք այն ամենը, ինչ սովորել ենք մեր մտածողի գործիքակազմը։ Ուրեմն, առաջին բաժին մտածել փիլիսոփայի պես։ Իսկապես, ինչ է սա նշանակում։ Սա ոչ թե պատրաստի խելացի պատասխանները իմանալն է, այլ աշխարհին նայելու մի հատուկ եղանակ։ Եկեք սկսենք հենց այս հիմնարար, բայց շատ կարևոր հարցից։ Առաջին հայացքից հարցը կարող է շատ պարզ թվալ, բայց դրա պատասխանը, գիտեք, բացում է մտածողության մի ամբողջ նոր աշխարհ։ Բանն այն է, որ այն սովորական մտածողությունից տարբերվում է ոչ թե նրանով, թե ինչի մասին ենք մտածում, այլ նրանով, թե ինչպես ենք դա անում։ Պատկերացրեք, որ փիլիսոփայությունը ճանապարհորդությունը ոչ թե վերջնակետ, ամբողջ իմաստը հարցեր տալու, սեփական համոզմունքներդ քանդելու եւ զրոյից նորից կառուցելու մեջ է։ Ու այս ամբողջ ճանապարհորդության հիմքում մի շատ հզոր գործիք կա՝ Սոկրատյան մեթոդը։ Սոկրատյան մեթոդը շատ գործնական քայլեր է տալիս։ Տեսեք նախ, առաջին կետում մենք վերցնում ենք մեր մի խորը համոզմունք։ Օրինակ, արդարությունը բոլորին հավասար վերաբերվելն է։ Հետո երկրորդ քայլով հարցերի միջոցով սկսում ենք կասկածի տակ դնել դա։ Լավ, բայց ինչ եթե մեկը քրտնաջան աշխատել է, իսկ մյուսը ոչ։ Նրանց հավասար վարձատրելը արդար կլինի։ Սա մեզ ստիպում է երրորդ քայլին՝ հիմնավորել մեր սկզբունքները ու արդյունքում բացահայտել հնարավոր թույլ կողմերն ու հակասությունները մեր մտածողության մեջ։ Ինչպես տեսնում եք այս կետերից, փիլիսոփայական միտքը լրիվ այլ բան է, քան առօրյա մտածողությունը։ Վերցնենք օրինակ մեթոդաբանական կասկածը։ Սա չի նշանակում ամեն ինչին թերահավատատորեն նայել։ Սա նշանակում է, որ մենք կասկածն օգտագործում ենք որպես լապտեր մեր համոզմունքների մութ անկյունները լուսավորելու ու դրանց թույլ կողմերը գտնելու համար։ Սա կասկածամտություն չէ, սա ճշմարտությանը հասնելու շատ կարևոր գործիք է։ Իսկ այս մտածելակերպի տարբերությունը շատ լավ երևում է գրավոր խոսքում։ Տեսեք այս համեմատությունը։ Փիլիսոփայական էսեյում գեղեցկությունը ոչ թե բառերի մեջ է, այլ տրամաբանության, պարզության ու հուժի մեջ։ Նպատակը ոչ թե ընթերցողին հուզելն է, այլ նրան համոզելը, երկաթյա, անխոցելի, հիմնավոր փաստարկներով։ Այստեղ կա մի շատ կարևոր նրբություն։ Լավ փիլիսոփայական փաստարկը պարզապես պաշտպանական դիրք չի գրավում, այն ակտիվորեն կանխատեսում, վերլուծում ու հերքում է բոլոր հնարավոր հակափաստարկները, ցույց տալով դրանց տրամաբանական թուլությունները։ Պատկերացրեք ամրոց, որը ոչ միայն ամուր պատեր ունի, այլև թնդանոթներ հարձակվողներին չեզոքացնելու համար։ Լավ, բաժին երկրորդ՝ տրամաբանության երկու աշխարհները։ Բայց ինչպես ենք կառուցում այդ ամուր փաստարկները ու հերքում հակառակորդի փաստարկները։ Դե դրա համար մեզ գործիքներ են պետք, եւ այդ գործիքները մենք գտնում ենք տրամաբանության աշխարհում։ Շատերը կարծում են, թե տրամաբանությունը մեկ բան է, բայց իրականում դա այդպես չէ։ Կա դասական տրամաբանության կատարյալ մաքուր աշխարհը, որտեղ ամեն ինչ հստակ է։ Եթե բոլոր մարդիկ մահկանացու են եւ Սոկրատեսը մարդ է, ապա Սոկրատեսը միանշանակ մահկանացու է։ Բայց կա նաեւ իրական խառը աշխարհը, որտեղ մենք պետք է հասկանանք ընկերոջ սարկազմը կամ ղեկավարի ակնարկը։ Սա արդեն ոչ դասական տրամաբանության տիրույթն է։ Եվ հենց այստեղ է, որ ամեն ինչ շատ հետաքրքիր է դառնում։ Հայ փիլիսոփա Գեորգ Բրուտյանի մշակած փոխակերպական տրամաբանությունը մեզ սովորեցնում է կարդալ տողերի արանքում։ Այն մեզ գործիքներ է տալիս հասկանալու ոչ թե այն, ինչ ուղիղ ասվել է, այլ այն, ինչ իրականում ենթադրվել է։ Երբ համատեքստն անտեսում ենք, իմաստը կարող է ամբողջությամբ կորչել կամ նույնիսկ ծիծաղելի դառնալ։ Այս սլայդի օրինակները հիանալի ցույց են տալիս դա։ Բարով տեսանք ասելը հուղարկավորությանը տեխնիկապես ճիշտ է, բայց տրամաբանորեն լիովին անհեթեթ, քանի որ իրավիճակը, այսինքն համատեքստը, պահանջում է բոլորովին այլ խոսք։ Հիշեք, համատեքստը թագավոր է։ Իսկ ենթատեքստն ավելի խորն է, քան համատեքստը, այն թաքնված է հենց բառերի ընտրության մեջ։ Եկեք վերցնենք մեր անկախության հռչակագրի այս չափազանց կարևոր դրույթը։ Իրական իմաստը հասկանալու համար պետք է նայենք բառերի մագերեսի տակ։ Ահա թե որքան հզոր կարող է լինել այս գործիքը։ Սատար կանգնել արտահայտության տրամաբանական վերլուծությունը բացահայտում է մի նուրբ, բայց չափազանց կարևոր իմաստային շերտ։ Խոսքը ոչ թե ուղիղ պահանջի, այլ գործընթացին աջակցելու մասին է։
Այս նրբությունը բաց թողնելը կարող է հանգեցնել լրջագույն քաղաքական թյուրիմացությունների ու սխալների, ինչպես տեսնում եք, բառերը նշանակություն ունեն։ Անցնում ենք երրորդ բաժնին՝ հիմնավորման վերջնական հիմնախնդիրը։ Դե լավ, մենք ունենք մտածելակերպ, ունենք տրամաբանական գործիքներ, բայց որքանով են դրանք ամուր։ Ինչպես կարող ենք վստահ լինել, որ մեր ամենահիմնավորված համոզմունքներն անգամ իրականում ճշմարիտ են։ Եկեք մեր գործիքակազմը ենթարկենք վերջնական ամենադաժան փորձությանը։ Եկեք մի պահ միասին մի խաղ խաղանք։ Մտածեք մի բանի մասին, որում 100%-ով համոզված եք։ Օրինակ, ես գիտեմ, որ երկիրը կլոր է։ Հիմա հարցրեք ինքներդ ձեզ. ինչից գիտեմ։ Կպատասխանեք, որովհետև գիտնականներն են ապացուցել։ Նորից հարցրեք. իսկ ինչից գիտեմ, որ գիտնականները ճիշտ են։ Եվ այսպես շարունակ։ Շուտով դուք կհայտնվեք մի անվերջ շղթայի մեջ, որը փիլիսոփաներն անվանում են հետադիմության խնդիր։ Այս անվերջ շղթան մեզ կանգնեցնում է ընտրության առաջ երկու հիմնական ճանապարհի խաչմերուկում։ Կամ դու լավատես ես, ֆունդամենտալիստ, ով հավատում է, որ ինչ-որտեղ այդ շղթան պետք է ավարտվի, հասնելով մի անսասան ամուր հիմքի։ Կամ դու հոռետես ես, սկեպտիկ, ով կարծում է, որ մենք ընկնում ենք անվերջ անդունդը, եւ ոչ մի համոզմունք վերջնականապես հիմնավորված չէ։ Ֆունդամենտալիստները, ինչպիսին էր օրինակ Ռենե Դեկարտը, փնտրում էին այնպիսի հիմնարար համոզմունքներ, որոնք կբավարարեին այս շատ խիստ չափանիշներին, լինեին անսխալական, անուղղելի, անկասկածելի ու ինքնին ակնհայտ։ Դեկարտը կարծում էր, որ գտել է այդ հիմքը։ Մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ։ Նա պնդում էր, որ սա այն ամուր հիմքն է, որի վրա կարելի է կառուցել գիտելիքի ամբողջ շենքը, քանի որ հենց մտածելու փաստը կասկածի տակ դնել հնարավոր չէ։ Լավ, անցնենք 4-րդ բաժնին։ Իսկ ինչ, եթե խնդիրը հենց կատարելության ձգտումն է։ Իսկ եթե գիտելիքը չի պահանջում բացարձակ 100%-անոց անսխալականություն։ Սա մեզ բերում է մի ավելի ժամանակակից ու իրատեսական մոտեցման։ Ֆալիբիլիզմն առաջարկում է երրորդ ճանապարհ՝ ֆունդամենտալիզմի եւ սկեպտիցիզմի միջև։ Այն ասում է, որ գիտելիքը նման է գիտությանը։ Մենք կարող ենք շատ վստահ լինել մեր տեսություններում, դրանք կարող են լինել շատ լավ հիմնավորված ու կանխատեսել իրականությունը, բայց մենք միշտ պետք է պատրաստ լինեն դրանք վերանայել, եթե ավելի ուժեղ ապացույցներ հայտնվեն։ Այսինքն բացարձակ հավաստիությունն անհնար է, բայց գիտելիքը ոչ։ Բայց այստեղ էլ իհարկե կա խնդիր։ Ֆալիբիլիզմը բախվում է այսպիսի մտային փորձելի։ Եթե դուք գիտեք, որ ձեռքեր ունեք, ապա դրամաբանորեն պետք է նաև իմանաք, որ դուք փորձանոթում գտնվող ուղեղ չեք, բայց կարող եք արդյոք դա 100%-ով ապացուցել։ Սա ցույց է տալիս, թե որքան դժվար է հստակ սահմաններ գծել մեր գիտելիքի շուրջ, երբ հրաժարվում ենք բացարձակ վստահության պահանջի։ Սա էլ մեզ բերում է այսպես ասած շեմի խնդրին։ Եթե 1-0 բացարձակ անսխալական հավաստիությունն է, ապա որքան է բավարար, որ մի համոզմունք անվանենք գիտելիք։ 0.9 վստահությունը, 0.8-ը։ Տեսեք, այս սլայդի վրա պատկերված 0.6 թիվը պարզապես օրինակ է։ Ցանկացած թիվ, որը 1-ից 0-ից ցածր է, թվում է կամայական, որտեղ եւ ինչպես ենք գիծը քաշում։ Սա ֆալիբիլիզմի ամենաբարդ հարցերից մեկն է, որի շուրջ փիլիսոփաները մինչև օրս բանավիճում են։ Եվ վերջին 5-րդ բաժինը մեր մտածողի գործիքակազմը։ Այսպիսով ամփոփենք, թե ինչ ունենք մենք այժմ։ Նախ, սոկրատյան մտածելակերպ, անընդհատ հարցեր տալու եւ ենթադրությունները քննելու համար։ Երկրորդ, տրամաբանական գործիքներ, թե փաստարկի հստակ կառուցվածք ստեղծելու, թե իրական խոսքի թաքնված իմաստները հասկանալու համար։ Եվ երրորդ, իրատեսական հայացք գիտելիքի նկատմամբ, ընդունելով, որ կարող ենք իմանալ, նույնիսկ եթե չենք կարող բացարձակապես վստահ լինել։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Որպես վերջին մտորում թողնում եմ ձեզ այս հարցի հետ։ Փորձեք կիրառել այսօրվա գործիքները ձեր ամենախորը համոզմունքների վրա։ Սա փիլիսոփայական մտածողության առաջին եւ ամենակարևոր քայլն է։ Հետևեք մեզ փիլիսոփայությանը նվիրված ավելի շատ հետաքրքիր ու օգտակար բովանդակության համար։